Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մետադարաշրջան հանրային կյանքի թվային բլոկչեյն տրանսֆորմացիա հաղորդաշարը։ Նախորդ թողարկման ընթացքում մենք ներկայացրինք թվային ոսկու, բիտքոյնի տեխնոլոգիական լուծումները և մասնավորապես խոսեցինք հալվինգի տնտեսական ֆենոմենի մասին, բիտքոյնի և բիտքոյն քեշի գաղափարական բախումի մասին։ Այսօրվա մեր հաղորդման խորագիրն է բիտքոյնի և էթերիումը, թվային տնտեսության երկու սյուները։ Դրա շրջանակներում մենք անդրադառնանք երկու լիդեր կրիպտոների՝ բիտքոյնի և էթերիումի համեմատությանը, էթերիումի զարգացման փուլերին։ Գծապատկերում կտեսնեք բիտքոյնի և էթերիումի սիմվոլներն ու ապավումները։ Բայց մինչ այդ համեմատության համար եկեք անդրադառնանք բլոկչեյն և բաշխված գրանցամատյանների DLT կառուցակարգերի առանձնահատկությանը։ Գործարքների վավերացման ապացույցն է սա։ Proof of Work և վալիդատորների կողմից Proof of Stake համակարգերի։ Մարդիկ հաճախ շփոթում են բլոկչեյնը և DLT-ները, բաշխված գրանցամատյանների տեխնոլոգիաները։ Այդ երկու տարբեր հասկացությունները մենք գիտենք։ Բոլոր քառակուսիները ուղղանկյուն են, բայց ոչ բոլոր ուղղանկյուններն են քառակուսին։ Ըստ այդմ արձանագրենք, որ բոլոր բլոկչեյնները DLT են, բայց ոչ բոլոր DLT-ներն են հանդիսանում բլոկչեյն։ Բլոկչեյնում տվյալները կազմակերպված բլոկների շղթայում են, մինչդեռ DLT-ները կարող են ունենալ այլ ճարտարապետություն, օրինակ ուղղորդված ացիկլիկ գրաֆ, անվանում են DAG, որտեղ գործարքները ուղղակիորեն հաստատվում են միմյանց, ինչպես IOTA կամ Hedera համակարգերը։ Ուշադիր եղեք, դրանք լինում են բաց, permissionless, ինչպես բիտքոյնն ու էթերիումն են, և փակ, կամ ասում են թույլտվություն պահանջող, որոնք օգտագործվում են պետական կառույցների կամ բանկերի կողմից իրենց հատուկ նախագծերի համար։ Բաշխված գրանցամատյանների տեխնոլոգիան DLT-ն հենց այն հիմքն է, որի վրա կառուցված են կրիպտոարժույթները և թվային տարբեր նախագծերը։ Եվ այն ունի տարատեսակներ։ Ամենահայտնի տեսակը, ամենատարածվածը իհարկե բլոկչեյնն է, որը մենք մանրամասը կներկայացնենք։ Այստեղ տվյալները խմբավորվում են բլոկների մեջ և կապված են միմյանց հետ շղթայական։ Այս տեսակը օգտագործում է բիտքոյնը, էթերիումը, սոլանան և շատ այլ կրիպտոփողեր։ Երկրորդ կարևոր տեսակը DAG-ն է, այսինքն ուղղորդված ացիկլիկ գրաֆը, այստեղ չկա ավանդական շղթաների բլոկները, այն ավելի ծառանման և ճկուն է։ Այս տեխնոլոգիան օգտագործում են IOTA-ն, Hedera-ն, Phantom-ը, այն շատ ավելի արագ և էժան է գործարքների իրականացման առումով։ Երրորդ դա հաշգրաֆն է, ուղղորդված ացիկլիկ գրաֆի DAG-ի ավելի բարելավված տարբերակն է։ Այն օգտագործվում է վիրտուալ քվեարկության և ապահովում է շատ ավելի բարձր արագություն և արդարություն։ Ամենավառ օրինակն է Hedera հաշգրաֆը։ Կա նաև Tangle տեխնոլոգիան, որը IOTA հատուկ տեսակն է և հատկապես հարմար է բանացանցի կամ իրերի ինտերնետի սարքերի համար։ Ամփոփելով կարող ենք նշել ամենատարածված դասակարգումները։ Առաջին դասակարգումը ըստ մուտքի իրավունքի։ DLT-ները բաժանվում են 3 խմբի՝ հանրային public, բոլորը կարող են մուտք գործել, մասնակցել, ինչպես բիտքոյնը։ Մասնավոր private, մուտքը սահմանափակ է, միայն հրավիրվածների համար է։ Եվ երրորդ consortium, երբ մի խումբ անձինք կամ ընկերություններ միասին կառավարում են ցանցը։
Երկրորդ դասակարգումը ըստ տվյալների կառուցվածքի։ Blockchain գծային շղթա է։ Մյուսը DAG, Tangle, Hashgraph, ոչ գծային։ Երրորդ դասակարգումը ըստ կոնսենսուսի մեխանիզմի։ Proof of work, մաթեմատիկական լուծման արդյունքում Proof of stake վավերացնողների կողմից հաստատում, եւ հաջորդը բյուզանդական գեներալների խնդիրը կամ Practical Byzantine Fault Tolerance, բյուզանդական գեներալների սխալների նկատմամբ գործնական կայունության ալգորիթմը թույլ է տալիս համակարգին անխափան աշխատել, նույնիսկ այն դեպքում, եթե որոշ մասնակիցներ, հանգույցներ անջատված են եւ գործում են չարամտորեն։ Hashgraph, gossip about gossip, բամբասանքի արձանագրությունը կամ լուրերի մասին արձանագրությունը։ Իսկ header-ը Hashgraph-ի դեպքում բամբասանքի արձանագրություն, որը նշանակում է համակարգչային հանգույցները ոչ միայն փոխանցում են բուն տեղեկատվությունը, այլ նաև այն պատմությունը, թե ով ում կողմից ինչ է փոխանցում, ինչ հերթականությամբ է ստացվել այդ տեղեկատվությունը։ Եթե կարճ ամփոփենք, ամենահայտնի, ամենակարևոր տեսակը blockchain-ն է։ Ապագայի համար խոստումնալից տեսակներ են DAG-ը եւ Hashgraph-ը, դրանք էժան են ու արագ, բիզնեսի եւ պետական հաստատությունների համար հիմնականում օգտագործվում են թույլատրվելիք կոնսորցիումները, DLT-ները։ Եվ հիմա դիտարկենք կոնսենսուսի մեխանիզմը ու դրա էներգատարության արդյունավետությունը։ Աշխատանքի ապացույց Proof of work դեպի վավերացնողների կողմից ապացույց Proof of stake։ Անցման ազդեցությունը շատ կարևոր է այս դեպքում։ Հարկ է նկատել, որ blockchain ցանցի անվտանգության ապահովման մեխանիզմը ուղղակիորեն ազդում է կարգավորող ռիսկերի, բնապահպանական, սոցիալական կառավարման չափանիշների վրա կամ կայուն զարգացման վրա։ Այս համատեքստում էներգածախսատարության հիմնախնդիրը դառնում է առանցքային գործոն ակտիվների ինստիտուցիոնալ ընդունման համար։ Bitcoin-ը ավանդաբար շարունակում է կիրառել աշխատանքի ապացույց Proof of work մոդելը, որը պահանջում է հսկայական հաշվողական հզորություն։ Մասնագիտացված ASIC սարքավորումներ, ցանցի տարեկան էներգոսպառումը տատանվում է շուրջ 140-160 տերաբայթ/ժամ։ Էներգիայի միավոր 1 տերավատ/ժամը հավասար է 1 տրիլիոն վատ/ժամի, ինչը համադրելի է Եգիպտոսի կամ Ուկրաինայի տարեկան էներգոսպառման հետ։ Սա առաջացնում է լուրջ ռիսկեր։ Օրինակ, Ղազախստանում, Վրաստանում, Ղրղըզստանում մայնինգի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ եւ կամ հատուկ հարկային դրույքաչափեր, որը ցույց է տալիս այս մոդելի բարձր էներգատարության եւ խոցելիությունը։ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Ethereum ցանցը իրականացրեց պատմական The Merge Proof of Stake անցումը։ Այսուհետև ցանցի անվտանգությունը ապահովում էին վալիդատորները, վավերացնողները, ովքեր պարտավոր են նվազագույն 32 Ethereum պահել staking անել։ 2022-ից Proof of Stake Ethereum-ի բլոկի ստեղծման համար արագությունը դարձավ մոտ 12 վայրկյան։ Bitcoin-ում այն մոտ 10 րոպե է։ Ինչու է սա կարևոր։ The Merge երևույթի արդյունքում Ethereum-ը էներգասպառման կրճատումը կրճատեց 99.95%-ով։ Սա փաստացի չեզոքացրեց հարթակի բնապահպանական ռիսկերը, այն վերածելով կայուն զարգացման, այն է բնապահպանական, սոցիալական ու տնտեսական չափանիշներին համապատասխանող թվային ակտիվի, ինչը կենսական նշանակություն ունի խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների եւ կորպորատիվ սեկտորի համար։ Ինչու է վալիդատորների սթեյքինգի համար պահանջում 32 Ethereum։ Սա բարդ տեխնիկական, մաթեմատիկական հաշվարկի արդյունք է։ Մասշտաբայնության առումով ինչքան ցածր է մուտքի շեմը,
օրինակ 1 Ethereum այնքան ավելի շատ վավերացնողներ կլինեն աշխարհում։ Դրա արդյունքում կոնսենսուսի համար համակարգիչները վարկյանում միլիոնավոր հաղորդագրություններ պետք է ուղարկեն միմյանց, ինչը պարզապես կդադարեցնի կամ կկանգնեցնի blockchain։ 32 Ethereum-ը դա ոսկյա միջինն է ցանցի արագության եւ ապակենտրոնացման միջև։ Սա ապահովում է տնտեսական անվտանգությունը։ Այս գումարի շրջանակի բավականին մեծ է, որպեսզի վավերացնողները ունենան պատասխանատվություն իրենց գործողությունների համար եւ խարդախություններ չանեն, քանի որ կկորցնեն Ethereum-ի որոշակի մասը, staking-ի որոշակի մասը։ Հիմա տեսնենք ինչպես է այն աշխատում։ Եթե օգտատերը սարսնում է 32 Ethereum հատուկ smart պայմանագրում եւ գործարկում է իր վավերացումը նոդը 24/7 ռեժիմով, սերվերի հատուկ սկզբունքով, անխափան աշխատանքի արդյունքում, ճիշտ գործարքների համար համակարգը նրան պարգևատրում է տարեկան մոտ 3.5-4.5 եկամտաբերությունով, կախված ցանցում stake արված Ethereum-ների ընդհանուր քանակից, տուգանքները եւ slashing-ը։ Եթե վավերացնողը սերվերը անջատում է, լինում է offline ռեժիմում, նա ստանում է տուգանք, բայց եթե վավերացնողը փորձում է խաբել համակարգը, օրինակ հաստատում է միաժամանակ երկու տարբեր բլոկ կամ կեղծ տրանզակցիա է թույլ տալիս, կիրառվում է այսպես կոչված slashing-ը, որը ենթադրում է համակարգը կբռնագանձի 32 ամբողջ քանակը կամ դրա մի մասը եւ կհեռացնի նրան ցանցից։ Իսկ ինչ անել, եթե չի ձևավորում 32 Ethereum-ի այլընտրանքը։ Քանի որ 32 Ethereum-ը բավական մեծ գումար է, անհատների համար շուկան առաջարկում է այլընտրանքային լուծումներ։ Microstaking կամ լիկվիդային staking։ Staking-ի բորսաներում, այս դեպքում Binance, Coinbase, այլ բորսաներում թույլ են տալիս stake անել ցանկացած փոքր գումար, անգամ 0.1 Ethereum։ Բորսան հավաքում է բազմաթիվ օգտատերերի գումարները, կլորացնում դրանք 32 բազմապատիկների, գործարկում է վավերացնողներին եւ ստացած տոկոսները բաշխում է նրանց մինչեւ եւ ապահովում է այսպիսով միջնորդավճարների բաշխումը։ Լիկվիդային staking-ի պրոտոկոլը նշանակում է ներդրումների ունեցած չնչին Ethereum-ը, օրինակ Lido-ը եւ փոխարենը ստանում ենք դրան համարժեք վավերացնողների Ethereum-ի տոկենները։ Ձեր կողմից ավտոմատ կերպով կուտակվում են տոկոսներ, բայց միևնույն ժամանակ դուք ազատ կարող եք այդ վավերացնող Ethereum տոկենները վաճառել շուկայում, օգտագործելով DeFi հարթակները կամ գրավադրել դրանք։ Ինչու՞ն է դրա տնտեսական իմաստը։ 32 Ethereum-ի պահանջը Ethereum-ի տնտեսական անվտանգության հիմքն է։ Այն երաշխավորում է, որ ցանցի վրա հարձակում գործելիս կամ կառավարելու համար հակառակորդին կպահանջվի միլիարդավոր դոլարների միջոցներ, ինչը հարձակումը կդարձնի տնտեսապես անիմաստ։ Հիմա թերևս ավելի դյուրին կլինի անդրադառնալ Bitcoin-ի եւ Ethereum-ի համատականին։ Շատերը դրանք ընկալում են որպես երկու կրիպտոարժույթներ, սակայն իրականում դրանք ներկայացնում են տարբեր տնտեսական, տեխնոլոգիական եւ տնտեսական փիլիսոփայություն։ Եթե Bitcoin-ը անվանում են թվային ոսկի, ապա Ethereum-ը համատում են համաշխարհային թվային տնտեսության շարժիչի կամ թվային նավթի հետ։ Երկու տարբեր տեսլական։ Մենք արդեն նշեցինք, Bitcoin-ը ներկայացվեց 2008 թվականին Սատոշի Նակամոտո կեղծանով անձի կողմից։ Հիմնական առաքելությունը մեկն էր՝ ստեղծել ապակենտրոնացված թվային փող, որը չի վերահսկվում պետության կազմակերպությունների կենտրոնական բանկի կողմից։ Այս առումով այն անվանում են Bitcoin-ը թվային ոսկի։ Գլխավոր գործառույթներն են արժեքի պահպանում, միջազգային փոխանցումներ, ֆինանսական անկախություն, գնային ռիսկի հեջավորում,
տնտեսական անորոշության պայմաններում։ Ethereum-ը նախագծվել է 2013 թվականին երիտասարդ ծրագրավորող Վիտալիկ Բուտերինի կողմից։ Ներկայացվեց մի գաղափար, զգալիորեն ընդլայնեց բլոկչեյնի հնարավորությունները։ Նրա նպատակն էր ստեղծել ոչ թե ստեղծել պարզապես փող, այլ ծրագրավորող միջավայր։ 2015 թվականին գործարկվեց Ethereum-ի առաջին կիրառության ստացած, այսպես կոչված համաշխարհային համակարգիչն էր սա, որի վրա հնարավորություն դարձավ ստեղծել խելացի պայմանագրեր, թվային ակտիվներ, non-fungible token-ներ, նշանակում է ոչ փոխարկելի կամ եզակի թոքեններ, անփոխարինելի թոքեններ, ապակենտրոնացված ֆինանսներ, DAO-ներ, այսինքն ապակենտրոնացված կազմակերպություններ և հազարավոր բլոկչեյն հավելվածներ, DApps-եր։ Եթե Bitcoin-ը լուծում է ինչպես փոխանցել արժեքը, ապա Ethereum-ը բացի այդ լուծումից տալիս է նաև ինչպես ծրագրավորել ամբողջ տնտեսությունը։ Սույն խնդրի բացահայտումը մենք կշարունակենք երկրորդ մասով։ Շնորհակալություն մետադարաշրջանում մեր հետ լինելու համար։ Մեր կարգախոսն է թվային խոսքի իշխանություն։ Առողջ եղեք, կհանդիպենք։